Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուսն ազովրեցու Սուրբ եւ Զորավոր անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս եւ այս դասը եւ ամեն լսողներին եւ ամեն տարածողներին։ Ու Տեր խնդրում եմ, որ նրանք ովքեր չեն լսում, եթե դու կարևոր ես գտնում, Տեր ջան, եթե այս խոսքերի մեջ իրենք բաժին ունեն, բժշկություն ունեն, ազատագրություն ունեն, քեզ հանդիպելու հնարավորություն ունեն, ապա խնդրում եմ, բոլոր փականքները, որ դրված են իրանց վրա, ներառյալ ծուլությունը, իրենք ցանկության պակասը, Տեր ջան, կրակ վառե իրանց մեջ, թող գան եւ ստանան այն, ինչ որ դու պատրաստել ես իրենց համար, ինչ որ քո բարի կամքով ուզում ես տաս իրենց, որ գերությունից ազատվեն։ Հիսուսի անունով եմ աղոթում։ Աստվածաշնչի մեջ Հիսուս Քրիստոսն ասեց. Ես եմ հարությունը, ես եմ կյանքը։ Նրա խոսքի մեջ չկա կասկածանք, նրա խոսքի մեջ չկա կիսատ պռատ որևէ բան։ Նա չասեց ես եմ հարությունն ու կյանքը, բայց մեկ ուրիշն էլ կա։ Նա չասեց մեկ այլ ճանապարհ կա, մեկ այլ հնարավորություն կա։ Ոչ, ես եմ։ Սա բացարձակ է։ Հիսուս Քրիստոսն է հարությունը եւ կյանքը։ Ուզում ես կյանք լիովին ամբողջությամբ, ապա Հիսուս Քրիստոսի հետ կարող ես դա ունենալ, առանց նրա դա հնարավոր չէ։ Գիտեք ինձ համար ինչի է սա նման, ես պարկած այս խոսքի մասին մտածում եմ, ինչ է սա նշանակում։ Չնայած Աստծուն արևի հետ համեմատելը ճիշտ չի, որտեվ Աստված չստեղծված է, հավիտենական է, իսկ արևը ոչ, այն արարված է Աստծո կողմից եւ կգա մի ժամանակ, որ արևը չի լինի, բայց քանի որ մենք այս երկրի վրա, այս մոլորակում առանց արևի չենք կարող ապրել, եկեք արևի հետ համեմատեմ, հա։ Արևից է գալիս լույսը, ջերմությունը, վիտամին D-ն, կյանքը, առանց արևի, լույսի, կյանքը այս երկրագնդի վրա հնարավոր չէ, որտեղ Աստված այդպես է ստեղծել։ Ու իմանալով դա, մենք երբեք արևի տակ դուրս չգանք, արևին չընդունենք, ասենք չէ, ես մերժում եմ, իմ կյանքը կախված չի արևի լինելուց, ես առանց արևի էլ կարամ ապրեմ։ Ու այտենց հիվանդ, տկար, թուլացած, խամրես, թմրես ու վերանաս։ Այդ դրան է նման։ Արևից առավել Հիսուս Քրիստոսն է կյանքը, կյանքի աղբյուրը, անգամ աղբյուրը չէ, ինքը կյանքն է։ Եթե Հիսուսը իր կյանքը հետ քաշի այս մոլորակից, արևը իրենից ոչինչ չի ներկայացնի, արևն էլ կդադարի գոյություն ունենալ, կյանքը կդադարի գոյություն ունենալ։ Նա է կյանքը, մենք չենք կարող ապրել առանց Քրիստոսի։ Մենք ընտրում ենք այս կարճ մաքսիմում 120 տարվա կյանքը իր բոլոր լավով ու վատով ու հերքում ենք հավիտենականը, չնայած մեր հերքելով հավիտենականը չի անհետանալու, բայց երբ որ մենք դա մերժում ենք, մերժելով Քրիստոսին, մենք մերժում ենք լույսի թագավորության մեջ ապրելու մեր հավիտենական հնարավորությունը եւ ընտրում ենք խավարը, ընտրում ենք կործանումը, ընտրում ենք մեր անպտուղ, անիմաստ կյանքով ապրելը, բայց Աստված ասում է ես նպատակի համար եմ ձեզ ստեղծել, դուք նպատակ ունեք, դուք հենց այնպես չեք, ես ձեզ սիրում եմ, իսկ մենք ասում ենք ոչ, ավելի լավ է ես իմ ես դժբախտ, դժվարին, սահմանափակ կյանքով ապրեմ, մենակ թե քեզ չընդունեմ։ Սիրելիս, Հիսուսը ճշմարտությունն է, Հիսուսն է հարությունն ու ճանապարհը։ Մի ապստամբի Աստծո դեմ։ Եթե ապստամբում ես, արի ծնկի Աստծո առաջ եւ ներում խնդրի։ Նա կների, եթե խոստովանես։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ջոնսոնի
կռապաշտություն դարերի մեղքը գրքի ընթերցանության մեկնաբանության շարունակությանը մենք վերջին գլխում ենք 8-րդ գլխում, որտեղ գրքի անցած հատվածներին տրված հարցերի պատասխաններն ենք տալիս։ Այսօր երկրորդ մասն է, խոսելու ենք եւ տալու ենք հարցեր ու պատասխաններ այն մասին, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով։ Հարց առաջին. թվարկեք մարդու հիմնական հատկանիշները, որ Աստված տվել է մեզ, քանի որ ստեղծված ենք իր պատկերով։ Պատասխան. այս հարցի պատասխանները կարող են տարբեր լինել, բայց պետք է ներառեն այնպիսի հիմնարար հատկանիշներ, ինչպիսիք են հավիտենական հոգին, այսինքն Աստված մեզ տվել է հավիտենական հոգի, սիրելու կարողություն, ցանկություններ, բանականություն, տրամաբանություն, ինքնագիտակցություն, աստվածաճանաչության կարողություն, ընտրելու կարողություն, երկրպագելու կարողություն, բաներ ստեղծելու կարողություն եւ այլն։ Հարց երկրորդ, կներեք այս աղմուկի համար աթոռսեր։ Հարց երկրորդ. սահմանի ինչ է նշանակում ստեղծված Աստծո պատկերով։ Պատասխան. ստեղծված լինել Աստծո պատկերով նշանակում է, որ մարդիկ Աստծո օրինակով են ստեղծվել։ Հիսուսն է եղել այդ մոդելը մեզ համար, եւ Աստված մեզ արարել է այնպիսի հատկանիշներով, որոնք հնարավորություն են տալիս մեզ հարաբերություններ հաստատել Աստծո հետ եւ հարաբերություններ ունենալ Աստծո հետ, եւ Աստված առանձնացրել է, յուրահատուկ է ստեղծել մարդկությանը մյուս արարածներից։ Այսինքն մարդկությունը յուրահատուկ է ողջ արարչությունից այն բանով, որ մեզ տվել են հատկություններ աստվածային, որ թույլ կտան մեզ հարաբերություն ունենալ կենդանի ու ճշմարիտ միակ Աստծո հետ։ Երրորդ հարց. ամփոփենք մարդկային հատկությունների նպատակը։ Ինչու է Աստված մեզ այդ հատկանիշները տվել։ Պատասխան. Աստված տվել է այս հատկանիշները մեզ, որպեսզի մարդիկ ամեն մեկս կարողանանք հարաբերություններ վայելել իր հետ եւ նաեւ կատարենք մեր վրա դրված մեծ պարտականությունը արարչության համար հոգ տանելը։ Դա պատասխանատվություն է, որ Աստված է մեզ տվել եւ նաեւ մեծ պատիվ։ Հարց 4. Ինչ 3 մասից է մարդը արարված։ Պատասխան. Աստված արարել է մարդուն 3 բաղադրիչ մասերից. հոգի, որը կապում է մարդուն Աստծո հետ, շունչը, եւ դա ֆիզիկական է, շնչելը չի, շունչը, որը մեր անհատականության եւ ինքնագիտակցության կենտրոնն է, եւ մեր մարմինը, որը ֆիզիկական մասն է մարդու, որով մարդը շփվում է արարչության հետ ու փոխազդում արարչության վրա։ Առանց ֆիզիկական մարմնի մենք այս երկրի վրա չէինք կարող ապրել, իսկ այդ երկնքում մեր մարմնի կարիքը չկա այդքան, հոգին է այնտեղ կարևոր, հոգին հավիտենական է, իսկ մարմինը անցողիկ։ 5-րդ հարց. ինչպիսին է երկրպագության ու ծառայության հարաբերությունը, այսինքն կապ կա երկրպագության ու ծառայության միջև։ Պատասխան. երկրպագությունը եւ ծառայությունը անբաժանելի են, քանի որ այն, ինչ մենք երկրպագում ենք, դրան էլ մենք կծառայենք մեր գործողություններով, մեր մտքով, մեր ցանկություններով, մեր խոսքերով։ Երկրպագությունը ձևավորում է մեր շարժառիթները եւ ուղղորդում, թե ինչպես ենք մենք ապրում մեր կյանքը։ Ու քանի որ մենք ստեղծված ենք երկրպագելու համար, եթե Աստծուն չենք երկրպագում, ապա ուրիշ բան ենք երկրպագելու։ Չկա մեկը, որ չի երկրպագում։ Տարբերությունը նա է, ինչ եւ ում ենք երկրպագում։ Երկրպագում ենք Աստծուն, Աստծո կամքը, Աստծո ցանկությունները, Աստծո ճշմարտությունները, խոստումները եւ այլն, թե երկրպագում ենք մեզ, մեր ուզածը։ Տարբերությունը դա է։
Եվ այս թեմայում հեղինակը մեզ նաև տվել էր մի սցենար, որի շուրջը մենք պիտի հարցեր տայինք ավելի մանրամասն հասկանալու համար։ Նախ հիշենք սցենարը կարդալով։ Ջոնը կրքոտ կերպով նվիրված է իր աշխատանքին եւ գրեթե ամբողջ ժամանակը նվիրում է կարիերայի մեջ առաջխաղացում, հաջողություն ունենալուն եւ հաջողության հասնելուն։ Թեև Ջոնը հավատում է, որ նման նվիրված կերպ աշխատելով եւ առաջխաղացում կարիերայի մեջ ունենալով ինքը պատվում է Աստծուն, Ջոնը հազվադեպ է մասնակցում որևէ հոգևոր բանի։ Օրինակ, նա չի մասնակցում որևէ ընտանեկան աղոթքի կամ եկեղեցում աղոթքի հավատքների, որևէ ծառայությունների։ Նա ոչ ծառայում է աղքատին, անօթևանին, ոչինչ չի անում։ Բացի շաբաթը մի անգամ նա եկեղեցի է գնում։ Ջոնը կարծում է, որ կարիերայի մեջ իր ձեռքբերումները Աստծուն երկրպագելու իր ձևն են, բայց միևնույն ժամանակ Ջոնը իր մեջ ունի դատարկության զգացում եւ Աստծուց կտրված ու հեռու է իրեն զգում։ Ջոնը Աստվածաշունչ չի կարդում, Աստծո հետ ժամանակ չի անցկացնում, Աստծո խոսքի մասին չի մտածում։ Նա միայն ընդամենը շաբաթը մի անգամ եկեղեցի է գնում ծառայությանը եւ վերջ։ Ու մտածում է, որ աշխատանքի մեջ իր այդ նվիրումը, առաջընթաց ունենալու ցանկությունը Աստծուն պաշտելու իր ձևն է։ Հիմա 3 հարց։ Առաջինը. Ինչն է, որ կարող է բացակայում է երկրպագության եւ ծառայության հանդեպ Ջոնի մոտեցումից, որ նրա սրտում կա այդ հիասթափվածությունը։ Պատասխան առաջին, այս հարցերը 2 պատասխան ունեն։ Երկրպագության հանդեպ Ջոնի մոտեցումը հիմնականում կենտրոնացած է իր կարիերայի նվաճումների վրա, այլ ոչ թե Աստծո հետ փոխհարաբերություններ ունենալու վրա։ Թեև գերազանց նվիրվածությամբ աշխատելը կարող է Աստծուն պատվելու միջոց լինել, բայց դա երբեք չի կարող ու չպետք է փոխարինի Աստծո հետ մեր անմիջական հաղորդակցությանը, աղոթքի, երկրպագության եւ Աստծո խոսքը կարդալու ճանապարհով։ Մեկը մյուսին չպետք է բացառի։ Առանց Աստծո հետ հարաբերություն ունենալու մենք մեր գործի տեղը չենք կարող նվիրված ու լավ աշխատել։ Դա չի կարող լրացնել Աստծո տեղը։ Պատասխան երկրորդ. Երկրպագությունը նշանակում է, որ մենք մեզ Աստծուն տանք ամբողջությամբ ու մեր կյանքի բոլոր ոլորտները, ներառյալ մեր ժամանակը, մեր կենտրոնացումը, մեր ուշադրությունը, մեր աշխատանքը եւ մեր մասնագիտական հաջողությունները եւ առաջ խաղացումը։ Ջոնի կյանքից բացակայում է երկրպագության հարաբերվելու կողմը, հարաբերություն Աստծո հետ, որի ժամանակ Ջոնը կկապնվի Աստծո հետ, հոգով եւ ճշմարտությամբ, կլցվի Աստծո առաջնորդությամբ եւ զորությամբ։ Եվ դա կարվի իր կարիերայից դուրս։ Նա Աստծուց ուղակի բավարարվածություն կստանա, ոչ թե իր կարիերայից միայն։ Հարց երկրորդ. ինչպես կարող էր Ջոնը կիրառել հոգով եւ ճշմարտությամբ երկրպագելու գաղափարը իր կյանքում։ Գաղափար, որ Հիսուսն ասեց։ Նա ասեց գալիս է ժամանակ, որ հավատացյալը պիտի երկրպագի հորը հոգով եւ ճշմարտությամբ։ Ինչպես կարող է Ջոնը այդպես վարվել, որպեսզի իր աշխատանքը համապատասխանի, համընկնի իրական երկրպագության հետ։ Խաթարված երկրպագություն չլինի։ Պատասխան առաջին. Աստծուն հոգով եւ ճշմարտությամբ երկրպագելու համար Ջոնը պետք է առաջնահերթությունը տա Աստծո հետ իր հարաբերություններին, քան թե իր կարիերային։ Սա նշանակում է դիտավորյալ, միտումնավոր կերպով ժամանակ հատկացնել աղոթքի, սուրբ գրություններն ուսումնասիրելու եւ անձնական երկրպագության համար, որտեղ Ջոնը իր սիրտն ու միտքը կառաջարկի ու կտա Աստծուն եւ կկենտրոնանա Աստծո վրա։ Սա կարող է անել մի քիչ ավելի շուտ արթնանալով,
կամ աշխատանքի ընթացքում պերերիվի ժամանակ սա անելու։ Պատասխան երկրորդ. Ջոնը կարող է նաև երկրպագությունը ինտեգրել, ներառել իր աշխատանքի մեջ, իր առաջադրանքներին մոտենա երախտագիտության զգացումով և նաև Աստծուց կախվածության սրտով։ Աստծուն խնդրի իմաստություն տա, կարողություն տա, որ ինքն իր աշխատանքը անի, լավ անի։ Նաև Ջոնը պետք է ձգտի, որ իր ամեն որոշումներով փառավորի Աստծուն, այլ ոչ թե իր որոշումները լինեն ինքն իրեն գոհացնելու համար, իր գովաբանության համար ու իր հաջողության համար։ Սիրելիներ, այս օրինակները, որ մենք հեղինակը տվել է ու այս հարցերը տալիս ենք, նրա համար չի, որ մենք մտածենք Թոմը ոնց անի։ Սրանք խորհուրդներ են մեզ, մենք ոնց շտկենք մեր կյանքը, որտեղ բոլորս էլ նմանատիպ իրավիճակներում հայտնվում ենք։ Սա մեզ համար է, լսենք ականջներով, թե մենք մեր կյանքը ոնց պիտի փոխենք Աստծո օգնությամբ։ Պատասխան երրորդ. որպեսզի Ջոնը ճշմարտությամբ երկրպագի Աստծուն, անհրաժեշտ է, որ նա գիտակցի, որ իր աշխատանքը չի փոխարինում և չի կարող փոխարինել Աստծո հետ իր անմիջական հաղորդակցությանը և իր ջանքերը համապատասխանեցնի Աստծո նպատակներին, ծառայելով ուրիշներին և արտացոլելով Քրիստոսի սերը իր մասնագիտական կյանքում։ Ճշմարտությունն այն է, որ ուժը, իմաստությունը, առաջընթացը, ամեն բարիք Աստծո մոտ է և մենք նրա կարիքն ունենք։ Ու երբ որ մենք գալիս ենք Աստծո մոտ, մենք ընդունում ենք այդ ճշմարտությունը։ Ուրեմն միայն գերազանց, բարեխիղճ աշխատող լինելը բավական չէ Աստծուն երկրպագելու համար։ Մենք պետք է անձնական հարաբերություն ունենանք Աստծո հետ։ Մեր աշխատանքը, մեր ընտանիքը, մեր բոլոր այլ հարաբերությունները, մեր ծառայությունները անգամ չեն կարող փոխարինել ու չպետք է փոխարինեն Աստծո հետ անձնական մեր հարաբերություն ունենալուն և նրա հետ շփվելուն ու նրանից սնվելուն։ Այստեղ Սուրբ Հոգին ինձ մի բան է հիշեցնում, մի սխալ, որ մենք շատերս ենք արել ու ժամանակին ես էլ եմ արել։ Ես ու իմ Աստված։ Ես ինքս իմ համար եմ աղոթում, ես եկեղեցի չեմ ուզում գնալ, ես կարիք չունեմ ուրիշ հավատացյալների հետ շփվելու, ես ու իմ Աստված, դա կեղծիք է։ Այդ քո իմացած Աստված իրական Աստված չի։ Եթե դու քեզ մեկուսացնում ես Աստծո մյուս ժողովրդից, եթե դու երբեք, ես չեմ ասում ընդհանրապես մտքում չպիտի աղոթել, դրա տեղն էլ կա, բայց եթե երբեք բարձրաձայն չես աղոթում, երբեք ուրիշների հետ չես աղոթում, մենակ պարփակված ես քո մեջ, ես ու իմ Աստված, վստահ եղի, որ այդ Աստված իրական Աստված չի, որտեղ իրական Աստված ուրիշ կարգադրել, որ եւ ունենանք անհատական աղոթքի ժամ, երբ որ դուռը փակ աղոթում ենք Աստծուն, կլինի բարձրաձայն, կլինի ցածրաձայն, կա հավաքական աղոթք, ժողովրդի հետ միասին, միաբան աղոթք, որտեղ Աստված ասում է, որտեղ 2-3 հավաքվում են, ես նրանց հետ եմ, եւ Աստված ասում է իրար հետ շփվեք, իրար հետ հավաքվեք, որը եկեղեցին է, ոչ թե շենքը, այլ հավատացյալ մարդկանց հավաքվելը իրար հետ, ու եթե դու դա չես անում, դու հակառակվում ես Աստծո կամքին եւ սուտ Աստծո ես փառաբանում ու մեծարում, որտեվ դա դու մեծարում ես այն ինչ որ դու հասկանում ես քո ուզածը, ոչ թե Աստծո կամքը։ Սա Սուրբ Հոգին էր հուշում, որ փոխանցեցի։ Երրորդ հարցը. ինչ փոփոխություններ պետք է Ջոնը գուցե մտածի անել, որ ինքը Աստծո հետ ավելի լիարժեք կապ հաստատի, ավելի լիարժեքորեն շփվի ու հաղորդակցվի Աստծո հետ։ Պատասխան առաջին. Ջոնը գուցե կարիք ունենա վերագնահատելու իր առաջնահերթությունները և իր ժամանակացույցը, իր կալենդարը, որպեսզի կոնկրետ ժամ ու ժամանակ հատկացնի Աստծո հետ իր անձնական հարաբերությանը, ներառյալ ամենօրյա աղոթքին,
Աստվածաշնչի ընթերցանությանն ու ուսումնասիրությանը և երկրպագությանը։ Թոմը կարող է ընդգրկվել օրինակ փոքր խմբի մեջ, որտեղ միասին կերկրպագեն, կաղոթեն, Աստծո խոսքը միասին կքննեն, կամ Ջոնը կարող է ձեռք բերել մեկ հոգևոր ընկերոջ, ում առաջ նա հաշվետու կլինի, ու այդ հոգևոր ընկերը կօգնի Ջոնին հետևողական մնալ իր հոգևոր աճի ու զարգացման գործում։ Սրանք բոլորը միասին պետք է անել, ոչ թե սրանցից միայն մեկը։ Մենք բոլորը սրա կարիք ունենք, սա Աստծո դրած կարգն է մեզ համար։ Պատասխան երկրորդ. Ջոնը պետք է քննի իր սիրտը, իր սրտի շարժառիթներն ու դրդապատճառները, թե ինչու է ցանկանում կարիերայում հաջողության հասնել։ Նա պետք է ինքն իրեն հարց տա, թե արդյոք իր աշխատանքը, իր կարիերան կուռք է դարձել իր համար։ Հաջողված լինելը կեղծ Աստված է դարձել իր համար ու իր սրտում, իր կարիերան ու կարիերայում հաջողություն ունենալը Աստծո տեղն է զբաղեցնում իր սրտում։ Արդյոք ինքը վստահում է Աստծուն, որ ամեն բանում Աստված իրեն կօգնի, կառաջնորդի, իր կարիքները կհոգա, թե մտածում է միայն կարիերայի մեջ հաջողություն ունենալով դրան կհասնի։ Եթե այո, ապա Ջոնը պիտի դա բերի Աստծո առաջ, խոստովանի ու ապաշխարի դրա համար և իր ցանկությունները վերադասավորի ըստ Աստծո կամքի համաձայն։ Պատասխան երրորդ. Ջոնը կարող է նաև գտնել Աստծուն ծառայելու ուղիներ իր կարիերայից դուրս, օրինակ, եկեղեցում կամավոր լինելը, կամ կամավորական ուրիշ գործեր անելը, մասնակցել համայնքային ծառայությանը, ինչը կարող է օգնել նրան զգալ Աստծուն և ուրիշներին ուղղակիորեն ծառայելու ուրախությունը, պատիվը, բայց նորից սրանք էլ չպետք է գրավեն Աստծո հետ անձնական հարաբերություն ունենալու տեղը, որն առաջնայինն է, և Աստծո հետ անձնական ժամանակ անցկացնելու տեղը, և սա հիմնականում արվում է Աստծո խոսքը կարդալով, աղոթքով, Աստծո առաջ հոգսերդ բերելով, Աստծուց խորհուրդ հարցնելով և լռելով, որ թույլ տաս Աստված խոսի։ Այսքանը այսօր, օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Թող մեր սրտի փափագը Աստված լինի, Աստծո ճշմարտությունը լինի, Աստծո շնորհը լինի, քան թե Աստծո ձեռքինը լինի, որտև եթե մենք փնտրենք Աստծո սիրտը, Աստծո կամքը, մնացած ամեն բան էլ իր ժամանակին Աստված կտա, և թող Աստված տա այն ինչի կարիքն ունենք, քան թե այն ինչ որ ցանկանում ենք, որտև հաճախ մեր ցանկությունները մեզ խաբում են ու տանում են մեղքի, իսկ Աստված գիտի ինչը կտանի մեզ մեղքի և ինչը մեզ կմոտեցնի իրեն։ Թող նա տա մեզ այն, ինչը մեզ կմոտեցնի իրեն, այլ ոչ թե կհեռացնի իրենից, որտև Աստծուց հեռանալը բերելու է տանջանք և խավար։ Մեզնից ոչ մեկ դա չի ցանկանում, բայց մենք ապրում ենք ու գնում ենք այդ ճանապարհով առանց հասկանալու։ Զարթնի՛ր, սիրելիս, վերադարձիր Աստծու մոտ։ Ամեն։